Աստվածաշնչում կարևոր թվեր, կարևոր նշանակությամբ եւ այս ամենը վերնագրեցինք իբրև առեղծվածային թվեր եւ այդ շարքը դեռ շարունակում ենք այսօր Տիրոջ շնորհքով 8-րդ քարոզախոսությունը կունենանք եւս մեկ թիվ որ թե որոշ պարագաներում այն խորհրդանշական է այսինքն սիմվոլիկ է եւ մի շարք պարագաներում էլ այն պիտի ընդունենք ինչպես որ է մանավանդ երբ որ այդ թվի հետ կապված վարդապետական հաստատուն դրույթներ ունենք Սուրբ գրքով ապացուցված որ թիվն է կարող եք չեք կողմնորոշվում լավ մեկ համար կարդանք Աստծո խոսքից վստահաբար բոլորդ էլ կպատասխանեք Սաղմոս 91:7 1000 հոգի քու կողքից եւ 10,000 քո աջ կողքից պիտի ընկնեն բայց քեզ ոչ մի հարված պիտի չհասնի որ թիվն է բաժանվեցիք 1000 կամ 10,000 1000 թվի մասին պիտի խոսենք իդեպ 10,000-ն էլ 10 անգամ 1000 է 1000 թիվը Աստծո խոսքի մեջ մանավանդ այս պարագայում ինչ է նշանակում Աստծո պաշտպանությունը իրեն հավատացողներին Տերը մեր ասպարն է Տերը մեր ամրոցն է Տերը մեր պաշտպանն է ումից պիտի վախենանք 1000 թիվը այստեղ խորհրդանշական է այդպես պիտի հասկանանք այլ կերպ ասած այն նշանակում է մեծ բազմություն եթե 1000 հոգի մի կողմից 10,000 մյուս կողմից լինեն ես քո պաշտպանն եմ այդպես է ասում Տերը Շատ հաճախ երբ որ սաղմոսների մասին խոսում ենք բոլոր սաղմոսները ներկայացնում ենք որպես Դավթի գրած սաղմոս Այս պարագային չի նշված ով է գրել այս սաղմոսը բայց եբրայական գրություններ կան որոնք հաստատական ձևով մատնանշում են որ այս սաղմոսի հեղինակը Մովսեսն է լավ հարց տանք Մովսես մարգարեն այսչափ թշնամիներ ուներ 1000 հոգի, մյուս կողմից 10,000 հոգի, պատասխանը անշուշտ որ ոչ է։ Այլ կերպ ասած, սա պիտի վերցնենք որպես խորհրդանշական։ Եթե շատ թշնամիներ լինեն այդ կերպով։ Եվ հիմա այս խոսքը վերցնում ենք մեզ համար։ Ունես հակառակորդներ, մարդիկ, որ քո հանդեպ թշնամացած են, հակառակված են քո դեմ, անգամ ատում են քեզ անգամ սպառնում են քեզ մի վախեցիր մարդը ով է որ նրանից վախենաս միայն Աստծուց վախենալը արդեն բավարար է այդ ժամանակ մենք Աստծո պաշտպանության տակ ենք գտնվում որովհետև Աստված մեզ վախի հոգի չի տվել այլ զորության հոգի է տվել որ չվախենանք Սուրբ գրքի մեջ Եզրակացրեք, քանի անգամ է գրված մի վախեցիր 365 անգամ Տարին քանի օր ունի 365 օր Այսինքն ամեն օր առավոտից սկսած Աստված քեզ ասում է մի վախեցիր Թերևս ոմանք ասեն այդպես ասում եք բայց իմ պարագաները չգիտեք Աստված ասում է այս բանը բոլոր պարագաների համար Ամենածայրահեղ պարագաների համար Աստված ասում է մի վախեցիր Այս նույն սաղմոսը 91-ը սկսում է հետևյալ կերպ 91-ի առաջինը Բարսելոն ծածկոցի տակ բնակվողը այսինքն Աստծուն պատկանողը ամենակարողի հովանավորության տակ պիտի հանգչի Միայն թե այդ ծածկոցի տակ մնանք դուրս չգանք որպեսզի ապտակուտելով նորից հետ չգանք Հիմա լսեք ու դուք որոշեք ուղղակի է այս թիվը թե որպես խորհրդանշական Երկրորդ օրինաց 7-րդ գլուխ եւ 9 համար Արդ գիտցիր որ քու Տեր Աստվածը ինքն է Աստված հավատարիմ Աստվածը որ իրեն սիրողներին եւ իր պատվիրանքները պահողներին միջև 1000 ազգ, այսինքն
1000 սերունդ ուխտ եւ ողորմություն կանի։ Այստեղից ինչ ենք եզրակացնում։ Եթե որպես պաշտպանություն միջև 1000 սերունդ է, ուրեմն 1001 սերունդի ժամանակ այլևս պաշտպանությունը վերցվում է։ Ուրեմն այս թիվը նույնպես մենք պիտի վերցնենք որպես խորհրդանշական։ Այսինքն հաջորդական սերունդները եւ մանավանդ դրա մեջ շատ կարեւոր է որ ամեն մեկ սերունդ իրենից հետո եկող սերունդին Աստծո ճանապարհների մեջ կրթի։ Շատ կարևոր բան է։ Այս խոսքը չվերցնենք ասելով որ 100 սերունդ էլ անցնի, 1000 սերունդ էլ Աստված պիտի պաշտպան լինի։ Մենք մեր գործը պիտի անենք։ Տիրոջ ճանապարհը մեր զավակներին, մեր թորներին պիտի ցույց տանք։ Եվ այստեղ Աստծո հավատարմությունն է եւ իր խոստումի հաջորդականությունը։ Դավիթ թագավորը, ինչպես գիտեք, շատ աստվածապաշտ թագավոր էր, աստվածավախ թագավոր էր։ Իր կատարած մեղքերով հանդերձ, մեղքեր, որ շատ ցցուն էին, որոնց համար ինքը դրանց պատիժն էլ կրեց, եւ Սաղմոս 51-ը իր խոստովանությունն է Տիրոջ հանդեպ, բայց ինքը շատ աստվածապաշտ էր, Աստծո ներկայությունը փնտրող մեկն էր։ Նաև մենք Սաղմոս ունենք, Սաղմոս 84-ը, որի հեղինակները գրված է Կորխի որդիների Սաղմոսն է։ Եվ այսպես են կարդում 10-ից 12 ամաները։ Վասնզի քո սրահներիդ մեջ մեկ օրը ուրիշ տեղի 1000-ից աղեկ է։ Ավելի նախընտրեցի իմ Աստծուս տան շեմի վրա կենալ, քան թե ամբարիշտների վրանների մեջ բնակիլ։ Սրտի ցանկությունը Աստծո տան մեջ գտնվեմ, անգամ Աստծո տան շեմին նստեմ, բայց ոչ հարյուրավոր եւ հազարավոր ամբարիշտների ներկայության մեջ, եւ անշուշտ գիտեք Սաղմոս առաջինը հետեւյալն է ասում. երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլում, ու մեղավորների ճամփի մեջ չի կենար, ու ծաղր ընողների նստած տեղը չի նստիր, այսինքն նրանց կյանքով չես ապրում։ Եթե ամբարիշտների հետ է քո ընկերակցությունդ, դու նրանց չես փոխելու, նրանք քեզ կփոխեն։ Աշխարհի սկզբունքները կամ պիտի ենթարկվես եւ իրենց հետ հարմարվես, կամ էլ պիտի հակառակվես եւ մերժես նրանց։ Որ մեկն ես ընտրում։ Անշուշտ որ հավատացյալը ամբարիշտներ, այսինքն անհավատների ընկերակցությունը պիտի մերժի։ Այստեղ էլ 1000 թիվը խորհրդանշական է, այսինքն հազարավոր տարբեր տեղերից, հազարավոր տարբեր ամբարիշտների հետ հարաբերվելուց առավել եւ ես Աստծո ներկայությունն եմ փնտրում։ Միտեղ որ Աստված ներկա է, որտեղ պաշտամունք կա։ Ուրեմն մեծ փափակ Աստծո տան մեջ լինելու։ Հիմա հարցումը մեզ, ես եւ դու, ինչ ենք մենք փնտրում։ Որն է մեր առաջնահերթությունը, priority։ Աստծո ներկայությունը փնտրում ենք։ Հիսուս խոստում տվեց, եթե անգամ 2-3 հոգի իմ անունովս հավաքվեն, ես ձեր մեջ եմ։ Մենք այսօր որքան ենք այստեղ։ Վստահաբար Տերը իր ներկայությունը ունի այստեղ։ Դրա համար պետք է սիրել Աստծո ներկայությունը։ Պաշտամունք։ Պաշտամունքը ոչ միայն քարոզախոսությունն է, նաև աղոթքներ են, նաև փառաբանության երգեր են, այս բոլորը մեկտեղ կազմում են պաշտամունքը։ Տեր Հիսուսի խոսքը վերջին ժամանակների համար, որքան որ կտեսնեք Տիրոջ գալուստի մոտ լինելը, մեկտեղ հավաքվելը մի թողեք, այսինքն ամեն ջանք երանդ ի գործ դնենք ներկա գտնվելու պաշտամունքի մեջ։
Անշուշտ կան հարգելի պատճառներ։ Մեկը հիվանդ է, հարգելի պատճառ է, քաղաքից բացակայում է, հարգելի պատճառ է, կամ հրատապ մի դեպք է տեղի ունեցել, emergency, հնարավոր չի գալը, հարգելի պատճառ է։ Գիտեք, հայությունը Ռուսաստանում շատ տարածված է, եւ քանիսներ ինձ գրել են, որ իրենց ապրած բնակավայրում, ոմանք գյուղերում են ապրում, ոմանք այդ փոքր քաղաքներում ասում են, չկան եկեղեցիներ, որտեղ մաքրամաքուր Աստծո խոսքն է քարոզում խաչյալ եւ հարությալ Քրիստոսը։ Այլ կան ծիսական եկեղեցիներ, որ գիտեք, հեքիաթներ են պատմում եւ անօգուտ ծեսերը, որ մարդու սիրտը չի փոխում, կամ էլ տեղեր, որտեղ դարձած են entertainment center, այսինքն մարդկանց հաճեցնող տեղեր, կարող են այդ աղմկոտ երաժշտության մեջ ցած կրտել, հավատացյալներին գետիններն են գցում, իբրև թե դևեր են անում, ամեն տեսակի բաներ։ Եթե բացակայելու հիմնավոր պատճառ չկա, դա շատ վատ է, երբ որ բացակայում ենք։ Աստծո մոտ բացակայ է գրվում, հավատացեք։ Գործերի քննության օրը Տերը մեջտեղ պիտի հանի, որ դու ունեիր հնարավորությունը պաշտամունքի ներկա լինելու եւ չեղար։ Այդ պարագային ինչ է դուրս գալիս, կորցնում ես այդ հրաշալի առիթը պաշտամունքի։ Այո, ոմանց սկզբունքը հետևյալն է, հետո ես քարոզախոսությունը կլսեմ։ Լավ է, որ քարոզախոսությունը լսում ես, բայց պաշտամունքը կորցրեցիր։ Այլակրոն երկրներում, մեծամասամբ մուսուլմանական երկրներում, նաև բուդդիստական երկրներում, շատ ու շատ հավատացյալների համար պաշտամունքի ներկա լինելը երազանք է։ Ժամ առ ժամ, րոպե առ րոպե իրենք սպասում են, երբ պիտի գա այդ պահը, որ գաղտնի որևէ տեղ հավաքվեն պաշտամունքի համար, որտեղ բացահայտորեն պաշտամունք չեն կարող անել։ Այո, այդ ասվածը շատ ճիշտ է, որքան որ ազատություն կա տրված, այնքան քրիստոնեությունը ավելի գաղջացած վիճակի մեջ է։ Չինաստանում շատ լավ հիշում եմ, հավատացյալներ հավաքվում են նկուղում, այդ նկուղի հատակը ավազ է, փոշի է, եւ ընդամենը 1 մետր բարձրություն ունի, այսինքն սողալով այդտեղ փոքր դռնակից ներս են մտնում, այդ դուռը մի լավ փակում են, մի քանի մոմի լույսերի տակ, մեկ հատ սուրբ գիրք դրված, 4 կողմը հավաքված հավատացյալները իրենց գլուխները իրար կողմ, պաշտամունք են անում, կարող է երևակայել։ Ինչպիսի մեծ օրհնություն եւ Տերը որքան պիտի գնահատի դա։ Եկեղեցին հոգևոր կրակարանն է։ Այստեղ գալիս ենք մենք, որպեսզի մեր հոգիները բոցավառվեն, մեր հոգիները բորբոքեն, ինչպես որ կրակ են վառում, փայտերը իրար վրա են դնում, եւ մի փայտից կրակ անցնում է մյուս փայտին եւ բոլորը մեկտեղ այդպես բոցավառվում են։ Եթե փորձեք այդ կրակից մի փայտ վերցնել եւ դնել մի կողմ, ինչ տեղի կունենա այդ փայտի հետ, մի փոքր կսկսի այրվել, որից հետո կսկսի մխալ, դրանից հետո կմարի։ Այդպես է նաև հավատացյալի վիճակը, երբ որ պաշտամունքը չկա։ Աստված երբ որ պիտի մարտեղանար, որպես մանուկ ծնվեր, դրանից 700 տարի առաջ Միքիա մարգարեն հետևյալներ գրել։ Միքիայի մարգարեություն 5-րդ գլուխ եւ 2-րդ համար։ Եվ դու ով Բեթլեհեմ Եփրաթա, թեև Հուդայի հազարավորների մեջ պստիկ ես, մենք ինչ թիվ ենք փնտրում, 1000, այո,
Բայց քեզ պիտի ելնե նա, որ Իսրայելի վրա իշխան պիտի լա եւ նրա ելքը հինեն հավիտենական օրերեն է, այսինքն մանուկը պիտի ծնվի, բայց դա ի հավիտենից է Աստված է։ Սկզբեն էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Լավ։ 2000 տարի առաջ Բեթլեհեմը ընդունենք, որ այդ եղած բնակավայրերի մեջ փոքր մի տեղ էր։ Հազարավոր այդպիսի բնակավայրեր կային։ Ոչ, ընդամենը մի քանիսն էին, բայց այստեղ հազարավորը մենք պիտի հասկանանք, եղածների մեջ ամենափոքրն է, բայց Մատթեոս ավետարանիչը, երբ որ այս նույն խոսքերը մեջ բերում է անում, ասում է պստիկ չես այլևս, որովհետև այդ փոքրիկ բնակավայրը, որտեղ որ Հիսուս ծնվեց, այսօր աշխարհում նշանավոր մի անուն է Բեթլեհեմ։ Բոլորը գիտեն, որ այնտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը, աշխարհի փրկիչը։ Եվ այս պարագային էլ 1000 թիվը մենք ինչպես պիտի ընդունենք, որպես խորհրդանշանական, այսինքն որպես սիմվոլիկ։ Աստված հավիտենական է, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ ունի, նրա մոտ ժամանակ չկա։ Բայց մենք մահկանացուներս ապրում ենք ժամանակի մեջ եւ անշուշտ որևէ այպանիչ խոսք չասենք մեր նախածնողներին, ովքեր որ մեղքը գործեցին եւ նրանց պատճառով է, որ այսօր մարդկությունը այդ վիճակի մեջ է, նրանց փոխարեն ովքեր էլ որ լինեին, նույն մեղքը պիտի գործեին։ Մենք դրվեցինք ժամանակի մեջ, դարձանք մահկանացու, Աստված մեր կյանքին սահման դրեց, և ինքն է որոշում, թե մեզանից ամեն մեկը այս կյանքի մեջ, երկրավոր կյանքի մեջ, քանի տարիներ, ամիսներ, օրեր և ժամեր պիտի անցկացնի։ Սաղմոս 90:10 ասում է, մեր կյանքի տարիները 70 են, սա անշուշտ միջին հաշվով։ Ադամի ժամանակներում, քանի որ իրենց մարմինը շատ զորավոր էր և մեղքը դեռ այդ չափ չէր քայքայել, Մաթուսաղան 969 տարի ապրեցին, հետո Նոյի օրերը մարդկանց տրված տարիների քանակը ինչքան եղավ, 120, Սաղմոս 2-ի բերանով ասում է 70 է, եթե զորությունով 80 էլ լինի, տակավին դրանց փառքը աշխատանք և ցավ է, քանզի դրանք այդ տարիները շուտով կանցնեն, մենք կթրջենք, ոմանք հասնում են 90, 100, Եղիսապետ քույրը 101, այսօր պաշտամունքից առաջ դուռը բացվեց, քայլելով մտավ եկավ պաշտամունքի, ինչ մեծ օրհնություն։ Ուրեմն Սաղմոս 94, վասնզի 1000 տարին քո առջև երեկվա պես է որ անցավ։ Աստված ինքը հավիտենականության մեջ է։ Իր համար 1000, 10,000, միլիոն, միլիարդ, կվանտիլիոն, կվիդրիլիոն, դա մեզ համար է ստեղծված։ Աստծո համար ժամանակ չունի։ Նույն բնութագիրը տալիս է նաև Պետրոս Առաքյալը, կարդանք երկրորդ նամակի 2 գլուխ 8-9 համարները։ Այս մեկ բանը ձեզ մեծ ծածուկ չմնա, թե Տիրոջ քով մեկ օրը 1000 տարվա պես է, ու 1000 տարին մեկ օրվա պես։ Տերը չի ուշացնում իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած կսեպեն, հապա երկայնամիտ կլա, շատ համբերող է Տերը, վասնզի չի ուզում, որ մեկը կորսվի, հապա որ ամենքը ապաշխարեն, և անմիջապես նշվում է, որ Տիրոջ գալուստը գիշերվա գողի պես պիտի լինի։ Եվ սա մեզ ներկայացնում է ինչը, հափշտակությունը։ Ուրեմն 1000 տարին մեկ օր և անմիջապես Տիրոջ գալստի մասին Աստված այս կերպով մեզ ցույց է տալիս ժամանակագրությունը, այսինքն Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակը, անգլերենով ասում են timeline կամ timetable։ Աստծո մոտ 1000 տարին մեկ օր սկզբունքով, ինչպես ամենակալ Տերը Աստված 6 օրվա մեջ ամեն բան ստեղծեց
եւ 7-րդ օրը իր հանգիստը մտավ, այդ նույն կերպով Ադամից մինչև հիմա 6000 տարին լրացել է, իդեպ սա փաստացի բան է, աստվածաբաններ տարիներ առաջ, հարյուրամյակներ առաջ աշխատել են եւ Տերը իրենց համար այս սկզբունքները բացել է, մանավանդ Ծննդոց 5-րդ գլխից սկսած, որտեղ ասում է ումից ով ծնվեց, քանի տարի ապրեց, նրանից էլ ով ծնվեց, եւ այդ ժամանակացույցը, երբ որ հաստատել են 4000 տարին լրացել է, որից հետո մեր Տերը եկավ, ահավասիկ 2000 տարի, 6000 տարին լրացել է, այսինքն 6 օրն է լրացել։ Իսկ 7-րդ հազարամյակը, որ համընկնում է 7-րդ օրվան, Տիրոջ հանգստի դարաշրջանն է, որ կոչվում է հազարամյա թագավորություն։ Տեր Հիսուս պիտի գա եւ երկրի վրա թագավորություն պիտի հաստատի եւ այն կոչվում է աստվածապետական թագավորություն, ազգերի դարաշրջանը, ժամանակաշրջանը շուտով մոտենում է ավարտին։ Դանիել մարգարեն աստվածային իմաստությամբ մեկնեց Նաբուգոդոնոսոր արքայի երազը։ Ոչ միայն երազը մեկնեց, այլ նաև ասաց, թե ինչ երազ ես տեսել։ Նաբուգոդոնոսորը մի արձան տեսավ, շատ փոթորկվեց եւ կանչեց իր մոտ իր մոգերին, քաղդյաններ են կոչվում սրանք, ասաց պիտի ինձ ասեք, ինչ երազ եմ տեսել եւ ինչ նշանակություն ունի։ Մոգերը ասեցին, աշխարհում այդպիսի բան չկա։ Դու պիտի ասես, որ մենք ասենք։ Այսինքն Նաբուգոդոնոսորը հասկացավ, որ սրանք սատանայից են, որ ինքը իր երազը պատմի, նրանք իրենց ուզած ձևով ինչ որ սատանան կհրամցնի ներկայացնեն։ Բայց երբ որ կանչեցին Դանիելին, կարդանք Դանիելի մարգարեություն 2-րդ գլուխ 31 համարից։ Դուն ով թագավոր կտեսնեիր մեծ արձանը, այս մեծ ու խիստ պայծառ արձանը քու դիմացդ կանգնած էր։ Անոր երևույթը ահավոր էր, այս արձանի գլուխը զուտ ոսկի էր, նրա կուրծքն ու թևերը արծաթ, մեջն ու ազդրերը պղինձ, սնունքները երկաթ ու ոտքերի մի մասը կավ էր։ Դու կնայիր, երբ քարը գլորվեցավ առանց ձեռքի եւ այն արձանին երկաթե ու կավե ոտքերուն զարկավ եւ զանոք փշրեց։ Այն ատեն երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին մեկտեղ փշրվեցան եւ ամառվան կալի մղեղի պես փոշի դարձան, այլ կերպ ասած։ Հովը զանոք տարավ եւ ամենևին տեղը չգտնվեցավ, բայց արցանին զարնող քարը մեծ լերմը եղավ ու բոլոր երկիրը լեցրեց։ Երազ այս է եւ ահա նրա մեկնությունը։ Ով թագավոր, դու թագավորների թագավոր ես, վասնզի երկնքի Աստվածը քեզի թագավորություն, կարողություն եւ զորություն ու պատիվ է տվել։ Մարդոց որդիներուն բոլոր բնակած տեղերուն մեջ դաշտի գազանների ու երկնքի թռչունները քու ձեռքը տվել է եւ անոնց ամենի վրա քեզ իշխան է դրել։ Այն ոսկի գլուխը դու ես եւ դա Բաբելոնի թագավորությունն էր։ Քեզ մե յետքը ուրիշ թագավորություն մը պիտի ելլե եւ սա արծաթներ ու որներ պարսիկների եւ մարերի թագավորությունը։ Եվ պղինձը ուրիշ երրորդ թագավորությունը եւ սա հունական թագավորությունն էր, Ալեքսանդր Մակեդոնացի եւ իր 4 գեներալները։ Եվ 4 թագավորությունը երկաթի պես ամուր պիտի լա, եւ ինչպես երկաթը ամեն բան կփշրե եւ կմանրե, անիկա էլ այս ամեն բաները կոտրող երկաթի պես փշրելով պիտի կոտրե։ Եվ սա հռոմեական իշխանություններ, կայսերների այդ ամբողջ շարքներ։ Հիմա կարդանք 44-45 համարները։ Այն թագավորների օրերը երկնքի Աստված ուրիշ թագավորություն մը պիտի հանե, որ հավիտյան պիտի չավրվի։ Որ թագավորությունն է դա? Աստվածապետական, Տեր Հիսուսի
գալիք հաստատվող հազարամյա թագավորությունը։ Այս թագավորությունը ուրիշ ժողովրդի պիտի չթողնվի։ Անիկա այս բոլոր թագավորները պիտի փշրե եւ պիտի հացնե եւ ինքը հավիտյան պիտի մնա։ Դու առանց ձեռքի լերեն կտրած քար մտեսար եւ անիկա երկաթը պղինձը կավը արծաթն ու ոսկին փշրեց։ Մեծ Աստված ասկե ետքը ինչ ըլլալիքը թագավորին գիծուց եւ երազը ճշմարիտ է եւ անոր մեկնությունը վստահելի։ 2500 տարի առաջ է եղել այս տեսնված երազը եւ նրա մեկնությունը մեր օրերի մեջ մեր աչքերի առջև այն իրողություն է դառնում։ Սուրբ գիրքը միայն աստվածաբանական գիրք չէ, այն հնյաբանական է, այն նաեւ բացառիկ պատմական է, որովհետեւ նրա մեջ գրված բաներ կան, որ աշխարհի պատմությունը դրանք չունի, Սուրբ գրքից են վերցրել։ Ստեղծագործությունը մարդկությանը, որ այսօր խոսում են Նոյից են խոսում, Ադամից են խոսում, Եվայից են խոսում, որ աղբյուրից է վերցրած, միայն Սուրբ գրքից, ուրիշ ոչ մի աղբյուր գոյություն չունի։ Պատկերացրեք, այդ արձանի երկու ոտքերը, հռոմեական կայսրությունը պիտի տրոհվեր, այսինքն երկու մասի պիտի բաժանվեր, եւ Քրիստոսի թվարկության 395 թվականին այն տեղի ունեցավ։ Երկու մասի բաժանվեց, ուրեմն հռոմեական կայսրությունը եւ արևելքից էլ Բյուզանդիայի կայսրությունը։ Պատկերացրեք, եթե այս տրոհումը չլներ եւ հռոմեական կայսրությունը շարունակեր այդպես գալ, երկու ոտքերը չէին ձևավորվի եւ այս տեսած երազը եւ նրա մեկնությունը իրողություն չէր դառնա։ Եվ Դանիելի մեկնության եւ Հռոմի երկու մասի բաժանվելու միջև 850 տարվա տարբերություն կա։ Հիմա մենք որտեղ ենք գտնվում այս արձանի պատկերի ոտքերի 10 մատները արդեն ամբողջացել են։ Երբ որ Եվրոմիության առաջի 10 երկրները հաստատվեցին, անշուշտ հետո դա այդ պիտի տարածվեր եւ համաշխարհային պիտի դառնա, բայց առաջի 10 մատները արդեն լրացած են։ 10-րդը որն էր։ Դե մենք ենք Ամերիկան, Ավստրիան, չէ, այս պարագային Ավստրիան չէ։ Հունաստանը դարձավ 10-րդ պետությունը։ Սակայն այս ամենի մեջ այդ արձանի պատկերի եւ այլն ամենակարևորը որն է։ Լերից կտրված այդ քարը, որ եկավ եւ հարվածեց, դեռ պիտի լինի դա, հարվածեց արձանի ոտքերին եւ արձանը փշուր եղավ եւ քամին պիտի տանի, որ հետքներ չմնա, որովհետեւ Աստված իր թագավորությունն է հաստատում երկրի վրա։ Սա կոչվում է Millennial Kingdom։ Բոլոր ծիսական եւ նաեւ որոշ ավետարանական եկեղեցիներ, ռեֆորմ եկեղեցիներ հավատում են, որ Հիսուսի հազարամյա թագավորությունը տեսանելի չէ։ Այն խորհրդանշական է, այն հավատացյալների սրտերի մեջ է եւ symbolic, այսինքն խորհրդանիշ է, 1000 գրված է, բայց այդպես չէ։ Որ իբր թե Հիսուս երկնքից ամենաբարձր հոգևոր առաջնորդների միջոցով արդեն թագավորում է։ Ովքեր են դրանք, պապի միջոցով։ Հռոմի պապերը դարերի ընթացքում անհավատ մարդիկ են եղել։ Սրանք բոլորը քաղաքական մարդիկ են եղել։ Այդ կերպարանքը առած Էլում միջոցով է թագավորում կաթողիկոսի։ Չգիտենք խնդանք թե լանք, մեկը որ անառակ կյանքով է ապրում, մեկը որ գողական աշխարհի հետ է կապված, մեկը որ Աստծուն չի հավատում, Աստված նրա միջոցով ինչպես կարող է թագավորել, կարող եք ասել։ Կամ էլ պատրիարքները այդ սլավոնական երկրների
եւ Ռուսիո պատրիարք այդ անհավատը ելավ եւ օրտնեց ռուսական զորքին, որպիսի գնան եւ եղբայրասպան պատերազմ անեն։ Եվ միլիոնից ավել երկու կողմից զինվորներ եւ քաղաքացիական բնակչություն է սպանված, օրտնեց այդ պատերազմը որպես սուրբ պատերազմ։ Լավ, ինչի հիման վրա են ասում, որ Հիսուսի թագավորությունը տեսանելի չէ։ Ընդամենը երկու համար։ Եկեք կարդանք Ղուկասու ավետարան 17-րդ գլուխ 20-21 համարները։ Երբ փարիսեցիները իրեն հարցեցին. Աստծո թագավորությունը երբ պիտի գա, պատասխան տվավ անոնց եւ սավ. Աստծո թագավորությունը դրսից երևցած բաներով չի գալիս։ Այսինքն ինչ նկատի ունի տանկերի, ինքնաթիռների, հրանոթների, պատերազմի միջոցով չի գալիս։ Օրը որ պիտի չսեն թե հոս է, հոն է, վասնզի Աստծո թագավորությունը ձեր ներսիդին է։ Հիսուս այն ժամանակ, երբ որ խոսում էր, ովքեր որ թագավորության վրայով իրեն հարց են տալիս, ինչ էր պատասխանում, ձեզ չի վերաբերում։ Աստծո թագավորությունը երբ որ պիտի հաստատվի, հայրը միայն իր գիտության մեջ դա թողեց։ Այսինքն դուք մտածեք, որ այդ թագավորությունը նախ եւ առաջ ձեր սրտերի մեջ կա։ Հայտնության գրքում համարներ կան, որոնք ուղղակի ջախջախում են 1000 տարվա թագավորությունը խորհրդանշական կարծողների հավատալիքների հանդեպ։ 7 համար պիտի կարդանք, իսկ դուք հաշվեք, թե այդ 7 համարների մեջ քանի անգամ է ասվում 1000 տարի։ Լավ, կարդանք Հայտնություն 20-րդ գլխի առաջի համարից։ Հետո հրեշտակը տեսա, որ երկնքից կիջներ եւ անդունդի բանալին եւ մեծ շղթամը ուներ իր ձեռքը։ Նա բռնեց վիշապը, այսինքն առաջին օծը, որ բանսարկու ու սատանա է, եւ կապեց նրան 1000 տարի։ Սա մեկ։ Ու անդունդը գցեց զանիկա եւ գոցեց վրայից կնքեց, որ ալ չմոլորեցնի ազգերը միջև 1000 տարի։ Ասկի հետ պիտի արցակվի անիկա կարճ ժամանակվա համար։ Աթոռներ տեսա, որոնց վրա նստան եւ անոնց դատավարություն տրվեցավ։ Նաեւ Հիսուսի վկայության համար եւ Աստծո խոսքի համար գլխատվածներու հոգիները տեսա։ Անոնք, որ երկրպագություն չրին գազանին, ոչ ալ անոր պատկերին եւ անոր դրոշմը իրեն ճակատների վրա եւ իրեն ձեռքի վրա չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսի հետ 1000 տարի թագավորեցին։ Նաեւ դրանց մեջ պիտի մտնեն նրանք, ովքեր որ մեծ նեղության շրջանում իրենց մահվան միջոցով նրանց պիտի սպանի, չհնազանդվելու համար 1000-ամյա թագավորություն պիտի մտնեն։ Մյուս մեռելները չապրեցան միջև 1000 տարին լրացավ։ Ասիկա է առաջի հարությունը, երանելի եւ սուրբ է նա, որ առաջին հարության մեջ բաժին ունի։ Սրանց վրա երկրորդ մայ իշխանություն չունի, հապանոք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն եւ նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն։ 7-րդ համարը 1000 տարին լրանալուց հետո պիտի արձակվի սատանան իր բանտից, որ պիտի ելլե եւ մոլորեցնե երկրի 4 անկյունները եղող ազգերը Գոգն ու Մագոգը, սա որպես սատանայի ժողովուրդ, այդ անուններն է դրված որպես խորհրդապատկերներ։ Լավ, 7 համարների մեջ քանի անգամ էր գրված 1000 տարի։ 6 անգամ, բոլորդ էլ մաթեմատիկայից լավ եք։ 6 անգամ գրված էր 1000 տարի։ Շատեր ասում են, որ հազարամյան հիմա է։ Իդեպ, 1000 թվականին այդպես ասողները ելան եւ հայտարարեցին, որ Հիսուս գալիս է, որովհետեւ 1000 տարին լրացավ։ Եվ մարդիկ ինչ արեցին։ Իրենց տները ծախեցին, իրենց ունեցվածքները բաժանեցին, ասին Հիսուս գալիս է, այլևս մենք պիտի գնանք իր մոտ։ Բարձրացան լեռները, որ Հիսուս երբ որ գալիս է, իրենք էլ մի քիչ մոտ գտնվեն։
սպասեցին, իրենց ունեցած պաշարն էլ ավարտվեց եւ հիասթափված գլխի կոր ցած իջան։ 1000 տարի հետո Հիսուս չեկավ։ Այդ պարագային ասեցին, որ ուրեմն 1000 տարին հենց 1000 տարի չէ, այլ սա խորհրդանշական է, միգուցե 2000 տարի է։ Ընդհանրապես սա ինչ գործելակերպ է, բոլոր սուտ մարգարեները այսպես են գործում։ Իրենց ասածը չեղավ, մի բան գտնում են։ Հիշում եք, երբ էր սեպտեմբերի 23-ին, 24-ին հափշտակություն պիտի տեղի ունենա, շատեր հավատացին, ընկան, ուրեմն ընկճախտի մեջ ընկնողներ կան, Հիսուս պիտի գա, ընտանիքս ապաշխարած չի, ինչ պիտի լինի։ Հիսուս չեկավ, ասեցին մենք 5 տոմարով ենք ասե, մի քանի օրից հետո 5 տոմարներ լեռանում է, դա էլ չի լինի, կասեն, Տերը մեզ հայտնեց, որ գարնանը պիտի լինի։ Եվ այսպես խափում են ու խափում են։ Հիմա այդպիսի ասողները, ովքեր հազարամյան որպես սիմվոլիկ ընդունեցին, ասին հնարավոր է 10,000 տարի հետո կա։ Բայց նշանները, բայց Հիսուս ասաց, երբ որ այս բաները կատարվեն, ձեր գլուխները վեր բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է։ Ըստ իրենց սատանան կապված է։ Եթե սատանան հիմա կապված է, որ այսքան երկիր մոլորակի բնակիչներին չարչարում է, բա եթե բաց թողնվի ինչ կլինի, դուք պատկերացնում եք։ Եթե կապված է, ինչու է առաքյալների գրված նամակների մեջ այդքան զգուշացումներ։ Արթուն կեցեք, զգաստ եղեք, սատանային հավատքով դեմ կեցեք, սատանայի խորհուրդները հասկացեք։ Եթե կապված է, ինչ պետքություն կա։ Տեսեք Պետրոս առաքյալը ինչ է ասում, առաջին նամակ 5-րդ գլուխ 8-9 համարները։ Արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան մռնչող առյուծի պես կպտտի ու կփնտրե թե ում պիտի կուլ տա։ Անոր դեմ կեցեք հավատքով հաստատված, գիտնալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհի մեջ նույն չարչարանքները կրում են։ Եթե սատանան կապված է, այս չափ պատվիրաններ զգուշանալու, արթուն կենալու, ինչի է տրված։ Դեռ ավելին, սատանան շատ լավ գիտի, որ իրեն քիչ ժամանակ է մնացել եւ վերջին ժամանակների մեջ ամենայն զորությամբ է գործում։ Եսայի մարգարեությունը նաեւ նշանավոր է հազարամյա թագավորության պատկերներով։ Եկեք կարդանք Եսայի 35-րդ գլխից եւ 5 համարից։ Այն ատեն կույրերի աչքերը պիտի բացվեն, բոլորի, ովքեր որ իրապես կույր են, պիտի բացվեն, խուլերի ականջները պիտի բացվեն, այն ատեն կաղը եղջերուի պես պիտի ցատկի, ու համրի լեզուն օրհնություն պիտի երգե, քանզի անապատի մեջ ջրեր եւ անբնակ երկին մեջ հեղեղներ պիտի բխին, խորշակահար երկիրը լճի պիտի դառնա, ու ծարավոտ երկիրը ջրի աղբյուրներ պիտի բխեցնե, և չագալների պարկած բնակարանը շնագայլեր, չագալները, եղեգի և կնյուի գավիթ պիտի լա, հոն պողոտա ու ճամփա պիտի լինի, և այն սրբության պողոտա պիտի կոչվի, միջև հիմա կա մի պողոտա, որ սրբության պողոտա կոչվի, Պիղծ աշխարհ, ինչ սրբության մասն է խոսքը։ Անկե պիղծը պիտի չանցնի, հապա անիկա անոնց համար պիտի լա, որոնք անոր կերթան, եւ հիմարներն անգամ պիտի չմոլորին, հոն առյուծ պիտի չլա, անոր վրա պատառող գազանը պիտի չելլե, եւ հոն պիտի չգտնվի, հապա փրկվածները հոն պիտի քայլեն, Տիրոջ փրկվածները պիտի դառնան, երկով Սիոն դեպի եւ շարունակությունը կարող եք այդ ամենը նաև տանը կարդալ։ Ուրեմն գերբնական supernatural մարմնի բժշկություն պիտի լինի։ Այսինքն հազարամյա թագավորության մտան մարդիկ, ովքեր կույր էին, կաղ էին,
խուլ էին, համր էին, Աստված գերբնականորեն առանց բժշկական միջամտության պիտի վերականգնի նրանց առողջությունը։ Տերը պիտի նորոգի երկիր մոլորակը, եթե ասենք նորոգել, քիչ բան կասենք, Աստված պիտի այլակերպի, փոխակերպի։ Հունարենով մեթանոյա, այսինքն ամբողջությամբ պիտի փոխակերպվի։ Բնությունը, պատկերացրեք, անապատի մեջ ջրեր պիտի հոսեն։ Աստված ստորգետնյա ջրային աղբյուրներ պիտի բխեցնե։ Արդյունքում ինչ պիտի լինի։ Նորից Եսայի մարգարեություն, այս անգամ 32-րդ գլուխ 15 համարից։ Անապատը պտղաբեր արտի դառնա, եւ պտղաբեր արտը անտառ համարվի։ Այն ատեն անապատի մեջ իրավունք պիտի բնակի, այսինքն մարդ պիտի ապրի։ Ու պտղաբեր արտի մեջ արդարություն պիտի հանգչի, եւ արդարության գործը խաղաղություն, եւ արդարության արդյունքը հանգստություն եւ ապահովություն պիտի լինի հավիտյան։ Իմ ժողովուրդս խաղաղավետ բնակության մեջ ու ապահով վրանների մեջ եւ կատարյալ հանգստության մեջ պիտի բնակվի։ Ուրեմն ինչ պատկեր ենք տեսնում, որ անապատները մրգաստաններ պիտի դառնան։ Եթե մրգաստանները այնտեղ պիտի նաև բնակվեն մարդիկ։ Գիտեք ինչ անապատներ կան աշխարհում, օրինակ Սահարա անապատը, հսկայական, հյուսիսային Աֆրիկան ամբողջությամբ, Գոբի անապատը, Չինաստան, Մոնղոլիա, Կալահարի անապատը, հարավային Աֆրիկա, Ավստրալիայում մեծ Վիկտորիա անապատը կա, Սուրիական անապատը միջև Հորդանան այդ ամբողջ շրջանը վերցնում է, Պատագոնիայի անապատը Արգենտինայում հաշվել են միլիոնավոր քառակուսի կիլոմետրներ պիտի ծաղկեն եւ բնակչություն պիտի լինի։ Եվ շատ ու շատ բաներ, որ այսօր չենք կարող ձեզ ներկայացնել, առիթ ունեցել ենք, շարք ենք այդ մասին խոսել, թե հազարամյային ինչեր պիտի տեղի ունենան, եւ արժե այս մեկն էլ կարդանք Եսայի 11-րդ գլխից, եւ մեկ անգամ եւս նշենք, այս ինչ որ հիմա մենք կարդում ենք, տարածիորեն պիտի տեղի ունենա։ Երբեք չհավատաք, երբ որ ասում են, սա խորհրդանշական մի բան է։ Եսայի 9-րդ գլուխ եւ 6 համարից։ Գայլը գարի հետ պիտի բնակվի։ Հիմա գարին թող գայլի մոտ 32 վայրկյան հետո խեղտած կլինի, չէ՞։ Ու ինձը, այսինքն հովազը, ուլի հետ պիտի պարկի, հորտն ու առույգ առյուծը եւ պարարտ զվարակը մեկտեղ պիտի արածին, եւ զանոնք պստիկ տղամը պիտի քշե, կովը արջի հետ պիտի ճարակի, պիտի տեսնենք, անոտ զաքերը մեկտեղ պիտի պարկին, առյուծը արջարի, այսինքն եզի պես հարթ պիտի ուտե, ու կատնակեր տղան իժի բնի վրա պիտի խաղա, եւ կաթից կտրվածը ձեռքը քարբին բույնի վրա պիտի դնե, կարիճ պիտի բռնի, անոնք պիտի չվնասեն եւ չափականենին բոլոր սուրբ լեռնանց վրա, քանզի երկիրը Տիրոջ գիտությունով պիտի լեցվի, ինչպես ջրերը ծովը կծածկեն։ Քրիստոսի մարմինը հարցը եղող եկեղեցին փառավորյալ մարմնով պիտի լինի երկրի վրա, անմահ մարմին։ Հիսուս մեզ խոստացել է եւ Պողոս առաքյալի միջոցով գրեց, որ նա մեր խոնար, ծերացող, հիվանդացող, մեռնող մարմինը իր փառավոր մարմնին կերպարանակից պիտի անի։ Բոլորս պիտի լինենք երիտասարդ եւ հավիտյան պիտի մահ չլինի մեզ համար։ Իսկ այն նրանք, ովքեր մեծ նեղության շրջանից մտնեն հազարամյա թագավորություն, ները աշխարհի բնակչության 1/3-ին պիտի սպանի, 2/3-ը պիտի մտնեն, նրանց համար մահ պիտի լինի, թեև երկարակյաց պիտի լինեն։ Սատանան ահա այդ ժամանակ է, որ կապված պիտի լինի, եւ այդ մեղքը գրգռողը, պատկերացրեք, գուբի մեջ կապված է, եւ
հազարամյա մտնողները ադամական մարմնով պիտի լինեն։ Եսայի 65:20 ասում է. այնտեղ քիչ օրեր ապրող տղա կամ օրերը չլրացած ծեր պիտի չլինի, քանզի երիտասարդը 100 տարեկանում պիտի մեռնի եւ 100 տարեկան մեղավորը անեծքի պիտի հանդիպի։ Այսինքն մեկը 100 տարեկանում մեռնի պիտի ասեն խեղճը երիտասարդը անեծքի հանդիպեց եւ մահացավ։ Մարդու մեջ մեղքը պիտի լինի, բայց այդ մեղքը գրգռողը կապված պիտի լինի սատանան։ Այսպես պատկերացնենք։ Տակարով վարոդ կա։ Ովքեր չեն հասկանում վարոդը։ Անգլերենով ասենք gunpowder։ Հասկացաք։ Լավ, էդ էլ հասկացող չկա։ Պորախ ռուսերենով։ Հա։ Այն կպայթի միայն այն ժամանակ, երբ որ մի հատ լուցկի կպցնեն, մեկ հատ կայծ եւ բավարար է, որ այդ տակառը ամբողջությամբ պայթի։ Սա հենց դրան է նմանում։ Մարդկանց մեջ այդ մեղքի բնությունը պիտի լինի, բայց այդ մեղքը բոցավառող, գրգռողը կապված պիտի լինի գուբի մեջ։ Եվ հազարամյան կատարյալ խաղության դարաշրջան պիտի լինի։ Միջև մա երկիր մոլորակը այդպիսի փորձառություն ունեցել է, կատարյալ խաղություն։ Ազգերը համերաշխությամբ ապրում են, ամեն բան շատ չի եղել։ Երբ որ Եսային գրում է Հիսուսի ծննդյան մասին, Եսայի 9:6 մեզ մանուկ ծնվեց, մեզ որդի տվեց, իշխանությունը նրա ուսերի վրա պիտի լինի, նրա անունը պիտի կոչվի սքանչելի, խորհրդակից հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ Հիսուս այս պաշտոնի մեջ դեռևս չի եղել։ Հազարամյա թագավորության մեջ պիտի ստանձնի նաև խաղաղության իշխանի պաշտոնը։ Եվ երկիր մոլորակը Աստծո խոսքով պիտի լեցվի։ Եկեք 3 համար էլ կարդանք Միքայի մարգարեությունից։ Միքայի 4 գլուխն է, 2-ից 4 համարները։ Այն ատեն ազգերը պիտի երթան եւ ասեն. եկեք Տիրոջ լեռը Հակոբի Աստծո տունը ելենք, որպեսզի մեզ իր ճամփաները սորվեցնի, որ անոր շարվիղների մեջ քայլենք, վասնզի օրենքը Սիոնից եւ Տիրոջ խոսքը Երուսաղեմից պիտի հայտնվի։ Նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի ինե, Հովսափաթի հովտում ազգերի դատաստանն է։ Զորավոր ազգերը միջև հեռավոր տեղերը պիտի հանդիմանե, անոնք իրենց սուրերը խոփեր եւ իրենց նիզակները հոտոսներ պիտի շինեն, ազգ ազգի վրա սուր պիտի չվերցնե, ոչ էլ պատերազմ պիտի սորվին, հապա ամեն մարդ իր որդնատունքի տակ եւ իր թզենու տակ պիտի նստի, վախցնող պիտի չլինի, վասնզի զորքերի Տիրոջ բերանը խոսեց։ Անկամ պատերազմական զենքերը, որ հիմա ինչ մրցավազք է, նորանոր զենքեր եւ ինչպիսի զենքեր, ավերից զենքեր են ստեղծում, այդ ամենը, այդ եղած երկաթը եւ ուրիշ մետաղներ պիտի հալեն եւ դրանցով գյուղատնտեսական գործիքներ պիտի ստեղծվեն եւ այլևս չի լինելու պատերազմ երկրի վրա։ Երբ որ Տեր Հիսուս ծնվեց, Գաբրիել հրեշտակը ինչ ասաց Մարիամին, Ղուկասու առաջի գլխում ենք կարդում այդ մասին, Ղուկասու առաջի գլուխ 32-33 համարները։ Նա մեծ պիտի լինի եւ Բարձելուն որդի պիտի կոչվի, Տեր Աստված անոր պիտի տա իր հոր Դավթի աթոռը ու Հակոբի տան վրա հավիտյան պիտի թագավորե, անոր թագավորությունը վերջ պիտի չունենա։ Դավթի աթոռը պիտի նստի, Հիսուս եկավ այդ աթոռը նստեց, ոչ, հետևաբար տարածիորեն պիտի տեղի ունենա եւ հազարամյա թագավորությունը տարածիորեն 1000 երկար տարիներ պիտի տևեն, որից հետո ինչ պիտի տեղի ունենա, սատանան գուբից պիտի ելլե, կարճ ժամանակվա համար պիտի ապստամբի եւ իր հետ գոգը մագոգը, այսինքն նրանք որ դժգոհ են, միշտ էլ երկրի վրա դժգոհներ կան, չէ՞,
Հազարամյա թակարություն պիտի անցնեն նորից դժգոհ են, որովհետև սատանայի հոգին պիտի գործի նրանց մեջ, պիտի ելեն պայքարեն եւ Աստված իր բերնի շունչով պիտի ոչնչացնի անօրենին ծծումբով այրված կրակի լիճը պիտի գնա։ Հետո պիտի տեղի ունենա ջերմակ աթոռի դատաստանը անհավատների համար, իսկ մեզ համար նոր երկինք ու նոր երկիր, որի մեջ արդարությունն է բնակվում։ Եթե մեկը Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ չունի, նա վստահաբար ջերմակ աթոռի դատաստանին պիտի ներկանա, իր մեղքերի պատիժը պիտի կրի եւ պիտի գնա ծծումբով այրված կրակի լիճը։ Ով է ուզում այնտեղ գնալ։ Սիրելի հեռուստադիտող, պարզ ու պարզ ձեզ ասում ենք, ատեք, ինչ ուզում եք ասեք։ Աստծո առջև հանցավոր կգտնվեմ, եթե ճշմարտությունը ձեզ չասեմ։ Եթե Հիսուսին չունես, երկինք չես մտնելու, որքան էլ մեծ բարեգործ լինես։ Ապաշխարի այսօր Հիսուսին որպես Տերդ եւ Փրկիչ ընդունի, որպեսզի նա քո բոլոր մեղքերդ մաքրի եւ սրբի եւ դու էլ այն հրաշալիքները, որ Աստված իրեն սիրողների համար պատրաստեց, դու էլ նրան մասնակից լինես։ Մեր ժամանակը ավարտվեց, եղբայրներ, քույրեր, այսքանը հազար թվի մասին Տերը կամենա, մեկ ուրիշ թվի մասին կխոսենք հաջորդ անգամ, եթե միջև այդ հափշտակությունը տեղի չունենա։ Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Հիսուս Փրկիչ քո անունը, քեզ պիտի գովենք, Սուրբ Հոգով օրհնենք եւ անվերջ մեծարենք։ Քեզ ալելույա, արժանի ես դու Տեր Հիսուս, քեզ ալելույա, արժանի Քեզ ալելույա, արժանի ես դու Տեր Հիսուս, քեզ ալելույա, արժանի ես դու։ Քեզ պիտի պաշտենք ու երկրպագենք, մխիթարիչ քո Սուրբ Հոգով, մենք պիտի ցնցանք եւ ուրախանանք ճշմարտության հոգով։ Քեզ ալելույա, արժանի ես դու Տեր Հիսուս, քեզ ալելույա, արժանի ես դու։ Քեզ ալելույա, արժանի ես դու Տեր Հիսուս, քեզ ալելույա, արժանի ես դու։ Քրիստոս դու աղբյուրն ես կյանքի, երկիրի չարս Տիրոջ կամքի, առաջնորդ ես մեր հավատքի, ու կրողը քո չարած մեղքի, առաջնորդ ես մեր հավատքի, ու կրողը քո չարած մեղքի, Արարիչն ես ողջ երկնքի, հռչակողը Աստծո խոսքի, իրակալը Տիրեզերքի,
Փրկիչը ողջ աշխարհի Տիրակալի եզերքին ու Փրկիչը ողջ աշխարհի Այս է սիրո Աստծո խոսքը որ միշտ հիշենք մեր արարքը դրած խաչը անարգանքը հարությունից հետո փառքը դրած խաչը անարգանքը հարությունից հետո փառքը ընդունում եմ քեզ որպես Տեր խոստանում եմ ես համարձել խոսքդ ասել ամենից վեր ու այդ խոսքով առաջնորդվել խոսքդ ասել ամենից վեր ու այդ խոսքով առաջնորդվել Պողոս ուրբի պես առաքյալ ես Աստծո զավակ եմ աշխարհին վնաս համար Հիսուսին շանսեր հավիտյան աշխարհին վնաս համար Հիսուսին շանսեր հավիտյան Տիրոջ սուրբին նմանող ես արքայության ժառանգ եմ ես կապրիմ այնպես որ ողջ աշխարհ իմ մեջ տեսնել Հիսուսն անճար կապրիմ այնպես որ ողջ աշխարհ իմ մեջ տեսնել Հիսուսն անճար